Շնորհակալություն, ելույթիս առաջի մասը ես կարճ քաղաքական կլինի, ելույթս ճշմարտության մասին է, կյանքի ճշմարտության, ու հանրապետություն ու հանրային ձայն դուք լավ լսեք, էլի, որ կյանքում ինչ էլ անեք դուք, փորձեք լինել զորավոր, փորձեք լինել պինդ, մաքուր, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա, կամ կաս, կամ չկաս, կամ դու ես քու քայլերի տերը, կամ տերին ես ծառայում, ու դուք այսօր ծառայում եք, երբ որ 1905 թվականին Իսահակյանը հայտնի գրությունը գրել էր, գրության մեջ կարծում եմ կամ Արեանը քիհիշի հստակ արձանագրվում էր, որ դժբախտաբար կյանքում երկու գույն կա սևը ու սպիտակը, մոխրագույնը չկա, ու ինքներդ ձեզ մի խաբեք, որ դուք մեջտեղն եք, դուք այսօր մրոտ եք, դուք այսօր սև եք, հիմա շարունակեմ, կապված այդ տուրքերի արտոնությունների հետ կապված, էլի, հատուկ սև մրոտների համար, ինչն է հետաքրքիր, կարմիր գծերի հետ կապված, լավ ձեր քաղաքական բարոյականությունը որտեղ է, գիտակցում եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել, նորմալ է, բասա, լավ ուրիշ ման ասեմ, այսօր բերել եք դուք, չզեկուցվողների տակ սղսնում եք, որ 80 միլիոն դրամ քաղաքացիներ, երբ որ դուք գուրքահարկը վճարում եք, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգանեն, ուղիղ տուգանելու համար, բայց այս նույն մարդկանց, որ ասում եք այդ բաները, ցանցապատ կամ մյուշին հրապարակները կահավորացին պետք է հետևեն, այս մարդիկ այդ գործառույթ տուն են, չեն անում, իրանք մտել են ցույց են տվել, որ տրանսպորտում իրանք ցույց են տալիս լկտի պահվածք, լավ այդքան թուկումուրից հետո մի հասկանում են, որ իշնեն, բացեն, ասեն մենք այս մարդն ենք, մի քիչ կարգի հրավիրեն իրենց, լավ է, մանր քայլ առ քայլ իրանք առաջ են գնում, չէ՞ սա նորմալ չի, ժողովուրդ ջան, հասկանում եք, այդ շին հրապարակների հետ կապված նոր հասկացաք, 3 տարի այդ կռիվը տալիս եմ, որ այդ փոշին ու կեղտը դրանք են հանում, նոր հասկացաք, որ Տբիլիսյան խճուղում 3 հատ մեծ շինարար կային, վարչական դատարանի կողքը, վերաքննիչի կողքը, 3 ընդեղ եմ եղել խայտառակություն է, 15 անգամ առնվազն քաղաքապետարանում բարձրացել եմ այդ խնդիրը, գնացել եք հետևից, չէ, որովհետև դուխ չունեք գնալու, որովհետև այդ ընկերությունները աֆիլացվում են ուղիղ ԿՊ-ի հետ, ամեն երկրորդը, հասկանում եք, ու մի եկեք հասկանանք Երևանցուն որ մեկն է հետաքրքիր, հետաքրքիր է իր այդ խնդիրները, թե բերել եք խուճուճ արագ էլ ներկայացնում եք, ոչ մեկ չի էլ հասկանում այդ խոսույթը, հասկանում եք, Դավիթը Գրիգորյան պարկեշտ մարդ, գալիս արագ այն բանի նման դիսերտացիայի պաշտպանության ժամանակ ակադեմիական բառերն օգտագործում գնում, այդ Երևանցուն ոչ մի բան հասկանում եք, պարզ լեզվով խոսացեք, թափանցիկ եղեք, այս Երևանցու նկատմամբ թափանցիկ լինել չի, ժողովուրդ, դուք կեղծ եք, դուք խաբել եք Երևանցուն, դուք չեք ասել Երևանցուն, որ Երևանցու համար ձեր համար առաջնահերթը տուգանելն է իր, հասկանում եք, այդ նույն հասարակական կարգի գոնե այդքան էթիկա լիներ, բռնեիք գրեիք, որ մենակ տուգանելու համար չի էսի, նաև գնալու ենք այդ շենքերի կամ ձեր մնացած հարցերով զբաղվեք, չէ, հատուկ ոնց որ ձեռ առնեք, բերում եք մարդկանց տուգանելու համար, այս եք դուք, ու մի խուսափեք իրականությանը երեսինս պարզ նայելուց, ուղղակի մի խուսափեք, եւ եւս մեկ անգամ նորից հետ վերադառնամ ԿՊ-ի գործընկեր եւ հաճախորդներին Դուք ապացուցեցիք, որ դուք ծառայում եք տիրոջ, դուք շատ ուղիղ ապացուցեցիք, դուք չեք ծառայում Երևանցուն, ուղիղ չեք ծառայում Երևանցուն, նեղվեք, չնեղվեք, լենանակ, ինչ անեք, դա ձեր պրոբլեմն է, շնորհակալություն։ Մանուկ Սուքերսյան, Վահան Ավագյան,